Տեղումն առած ձմռանը հաջորդած անձրևներից վարարել են գետերը, սպառնալիք դառնալով Սյունիքի ու Լոռու բնակավայրերի համար։ 2024 թվականին Դեբեդը վարարել էր, քանդել կամուրջներ, քշել, տարել էր գոմեր, մեքենաներ, լցվել էր բնակիչների տներն ու ավերածությունների պատճառ դարձել։ Ինչ վիճակ է աղետից 2 տարի անց։ Պատրաստ ենք դիմակայել ևս մեկ հնարավոր սպառնալիքի։ Թումանյան փողոցի հատվածում Ալավերդի հենապատերի ահագին հատվածներ վերանորոգվել է, հիմա լեսբային աշխատանքները դեռևս ընթանում են եւ կարևոր հարցը որ լուծվել է դա գետի հունի մաքրման հարցն է։ Կարելի ասել մի 80%-ով արդեն մաքրման աշխատանքները ավարտվել են։ Ալավերդիի քաղաքապետ Դավիթ Ղումաշյանը մեծ զրույցում ասաց, որ որոշակի աշխատանքներ կատարվել են 2024 թվականի վարարումից հետո։ ABC մեդիայի թղթակցի ուղարկած տեսանյութում գետն այժմ այսպիսի տեսք ունի։ Ամրաշինական աշխատանքները լիարժեք չեն, որպեսզի ապահովեն գետի սահուն ընթացքը եւ բնակիչների անվտանգությունը։ Լոռեցիներն ասում են, որ Դեբեդի մեջ մաքրող տեխնիկա տեսել են միայն Ալավերդիում, այն էլ կենտրոնական երևացող մասերում։ Մյուս համայնքների առափնյա հատվածներում առ այսօր չի մաքրվել նույնիսկ 2 տարի առաջվա ջրի վերածախբը։ Բացի այդ, մինչև այս պահը հիմնովին վերակառուցված չեն Երևան-Թբիլիսի մայրուղու գետի քշած տարածատվածները։ Ինչ վերաբերում է վարարումները կանխարգելող աշխատանքներին, ապա Ալավերդիի քաղաքապետի պնդմամբ այժմ իրավիճակը վերահսկելի է, բնակչության տարհաման կարիք չկա եւ ամենօրյա ռեժիմով կապի մեջ են արտակարգ իրավիճակների նախարարության գործընկերների հետ։ Քաղաքապետը վստահ է, եթե անգամ Դեբեդն էլի գժվի, 2 տարի առաջվա վնասները չեն լինի։ Զգուշացման մասին տնօրիններ գործընկերներն էլ մեծներով բոլոր բնակիչներին տեղեկացրել են, բայց տարհանման որևէ պատճառ այս բան չկա, կառավարելի է կարելի ասել, ամենօրյա ռեժիմով, 24/7 ռեժիմով այդ ամեն ինչը վերահսկվում է։ Գետի հունը Թումանյանից մինչև Քարկոբ մի 80% մաքրված է։ Լոռուն զուգահեռ մտահոգիչ պատկեր է նաև Սյունիքում։ Մասնավորապես Կապանում Վաճական գետի մակարդակն արդեն զգալիորեն բարձրացել է, հասել փողոցներ։ Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, Կապանում մեկ օրում մարտի 27-ին թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%։ Հորդառատ տեղումներից քանդվել է սելավատարը, վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են։ Մարտի 27-ին ժամը 12:10-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է ողջի գետը։ Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել։ Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին։ Կան արգելափակված ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայությունն օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին եւ տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ հայտնում է, որ գետերի ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացում են կանխարգելիչ եւ օպերատիվ միջոցառումներ իրավիճակը վերահսկելի պահելու համար։ Խնդրում ենք հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին լինել առավել ուշադիր։ Սյունիքի պաշտոնյաների հետ զրուցել չկարողացանք։ Մեր զանգերին չպատասխանեցին ոչ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ոչ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։